Բավականին կարճ տևեց ձեր եւ պատգամավոր Արեգնաս Մանուկյանի հետ հանդիպումը, ինչ խոսեցիք, ինչ։ Հանդիպումը ոչ միայն կարճ էր, այլ նաեւ բովանդազուրկ, ըստ էության միայն ֆորմալ կողմը պահպանվեց հանդիպման եւ տիկին Մանուկյան ըստ էության փորձեց ինձ վիրավորել, նախ ինձ համար անհասկանալի էր, թե ինչի նա չցանկացավ, որպեսզի լրատվամիջոցները ասաց, որ ինքը չի ուզում քաղաքական շոուների մասնակցել եւ ինքը քաղաքական այդ կարգի վիրավորական արտահայտություն, որը ես անկեղծ ասած ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, առավելևս նախկինում լրագրող աշխատած մարդու կողմից, որովհետեւ ես նաեւ իրեն ասացի, ինձ ստացվում է, որ ինքը իր մասնագիտական գործունեությունը համարել է քաղաքական շոու, բայց իմ ընկալումներում հրապարակային գործունեությունը եւ հանրային ծառայողի եւ նաեւ մասնագիտական պարտականությունների կատարումը ուղղակի շոուի տեսքով մեկնաբանելը դա վիրավորանք է ողջ լրագրողական հանրությանը եւ նաեւ իրեն իր կարգավիճակի բերումով, այսինքն նա հրաժարվեց ուղղակի շոու չունենալու այդ մեկնաբանությամբ, ինչը որ շփազանց տարօրինակ է։ Իսկ ձեզ ինչպես է վիրավորել։ Նա ասում է, օրինակ ասում էր, որ ես ինչ-որ պատվեր եմ կատարում, որ ես ում եմ այստեղ ներկայացնում, ինչ պատվեր եմ կատարում, որ ինձ համար անընդունել էր եւ ես իրեն դիտողություն արեցի այդ կարգի գնահատականների համար, որովհետեւ ես որպես քաղաքացի եմ եւ ներկայացնում եմ իմ մոտեցումները որպես քաղաքացի եւ նման ենթադրյալ մտածածին եւ զրպարտություն պարունակող որակումները անտակտ են եւ անընդունելի եւ ես դա փոխանցեցի տիկին Մանուկյանին։ Ինչ վերաբերվում է հիմնական հարցերին, ես խնդրեցի, որ նա հանձնաժողովի նախագահային փոխանցի անհրաժեշտ իմ անհանգստությունը, որ հանձնաժողովի նախագահի տեղակալին պարտականությունները կատարող, որ նա չի կատարել դատանի որոշումը, մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովում իմ հասցեինները հնչեցրած վիրավորական եւ զրպարտիչ արտահայտությունների համար դատանը վերջնական ուժի մեջ մտրած վճիռ ունի, որ նա պետք է ներողություն խնդրի ինձնից եւ փոխհատուցում տա։ Մինչ օրս նա դատանի վճիռը չի կատարել, հարկադիր կատարման ծառայությունը նրա նկատմամբ արդեն վարույթ է նախաձեռնել, բայց տիկին Մանուկյանը հրաժարվեց, որպեսզի այդ անհանգստությունը փոխանցի Ռուստամ Բաքոյանին, հավանաբար չուզելով նրան լրացուցիչ անհանգստություն պատճառել, ինքը չի շփվում պատգամավոր, բայց ինձ չի հետաքրքրում իրանց, ես անձնական խնդրանքներով չեմ ուզում, որ նա շփվի, ես ասում եմ, որպես հանձնաժողովի առաջիկա նիստում այդ հարցը բարձրացվեց, որ հանձնաժողովը ընդհանրեն ղեկավարում է մի մարդ, որը բացի դրանից, որ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացու նկատմամբ, չի կատարում նաև դատանի օրինական ուժի մեջ մտած վճիռը։ Եվ պարզվում է, որ դա չի անհանգստացնում տիկին Մանուկյանը եւ ինքը չի ուզում այդ հարցը բարձրացնել, այն էլ այն դեպքում, երբ որ այս ընդունելությունը, այս ձևաչափով դա տիկին Մանուկյանի հետ չէր ընդունելություն, այլ հանձնաժողովի ներկայացուցիչ չի, այսինքն սա հանձնաժողովի ընդունելությունն է եւ տրամաբանական է, ասում է, ես փոստատար չեմ, ես այդպես ձևակերպումներ տալի, բայց սա ես չեմ մտածել, որ ինքը փոստատարը կամ այդ առաքելությունը փոստատարի ֆունկցիա դա ընդհանրապես հենց ընդունելության նպատակն է, որ քաղաքացիների բարձրացնած հարցերը հանձնաժողովում դառնան քննարկման առարկա, առավելևս երբ որ դրանք անհատական անձնական բնույթի խնդիրներ եւ հարցեր չեն։ Նույնը վերաբերում էր նաեւ անվստահության գործընթացի հետ կապված, տիկին Մանուկյանն ասաց, որ իր դիրքորոշումը չի տարբերվում Հայաստան խմբակցության մայիսի 2-ի հայտարարությամբ արտահայտված դիրքորոշմանը, ինչը որ ինձ համար նույնպես անընդունելի էր, որովհետև իմ պարզաբանող այն տեղեկություններին, որ անվստահության գործընթացում ըստ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի նախատեսված չի խմբակցության դիրքորոշում, այդ հարցերը յուրաքանչյուր պատգամավոր ինքն է իր իրավասության շրջանակներում որոշում կատարում, նա հրաժարվեց որևէ պատասխան տալուց, ասել է, որ ինքը որևէ դիրքորոշում չունի։ Ընդհանուր առմամբ ասեմ, շատ տհաճ տպավորություն ստացա իր կեցվածքից, իր պահվածքից, իր մոտեցումներից, շատ տհաճ հանդիպում էր, դրա համար ես անկեղծ ասած չուզեցել, որ այն հնարավոր է, որովհետև բոլոր հարցերին խուսափողական այս ամենը։ Նո, այս վերջի զարգացումների պարագայում կարող է որոշակի իմաստով նաև տրամաբանական էր, որ այդպես կարող լինի։ Եվ ընդհանրապես ձեզ ասեմ, որ Արեգնաս Մանուկյանը նաև այն պատգամավորներից է, այս հանձնաժողովի, որ երբ որ ես առաջադրված էի մի տեխնացու նաև իրենց խմբակցության կողմից, խմբակցության որոշում կար առաջադրելու, նա չի մասնակցել այդ հանձնաժողովի նիստին եւ որևէ ձևով չի պաշտպանել իրենց խմբակցության
դիրքորոշումը ոչ այդ հանձնաժողովի նիստում, ոչ էլ դրանից առաջ։ Թե այս մի դեպքում վարչապետին անվստահություն չհայտնելու ինչի է այտենց լավ ձևով պաշտպանում, երբ որ կարել պաշտպանել նաև մի տեխնացու առաջադրելու որոշումը, ինձ համար մնում է անհասկանալի։ Եվ առաջիկայում այլ հանդիպումներ նախատեսված Այո, են։ վաղը ժամը 10-ին ֆինանսավարական եւ բյուջետային հարցերի հանձնաժողովում է նիստ եւ կա նաեւ պաշտպանության անվտանգության հարցերի հանձնաժողով հաջորդ օրը եւ ուրբաթ օրը, եթե չեմ սխալվում, նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի երիտասարդության հարցերի սփյուռք երկար անվանումը այդ հանձնաժողով դրանով ավարտվում են ընդունելությունները հունիս ամսվա, իսկ ընդունելության կարգով հուլիս-օգոստոս ամիսներին ընդունելություններ նախատեսված չեն, այսինքն հաջորդ ընդունելությունները կլինեն հավանաբար սեպտեմբեր ամսին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Այսօրվա հանդիպման մասին որևէ հաղորդում չունեք տալ։ Չէ, հանդիպումը կայացել է, այսինքն падգամավորը ինձ ամեն դեպքում ընդունելության արժանացրել է, հիմա անկախ դրանից, որ հարցերի պատասխանը ինձ չի բավարարում կամ մոտեցումները անընդունել են, դա այլ հարց է, բայց падգամավորը ինձ ընդունելության արժանացրել եւ ես առիթ չունեմ այդ կապակցությամբ որևէ իրավական գործընթաց իրագործել։